Չնայած մեր իշխանությունների պատրաստակամությանը, Եվրոպան հրաժարվեց Հայաստանի հետ միայն քաղաքական բարեփոխումներ ենթադրող ասոցիացիան համաձայնագիր ստորագրել։ Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը միայն համատեղ հայտարարություն ընդունեցին, որով դատական համակարգի շարունակական բարելավման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանման, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության ամրապնդման, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործման հանձնառության մասին խոսեցին, քանի որ ամբողջովին բանակցված համաձայնագիրն այդպես էլ չնախաստորագրվեց, ինչպես է այդ հանձնառությունն իրականացվելու դեռ պարզ չէ, հիմքերն ապագայում են ճշտվելու։ Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Վիլնյուսյան գագաթնաժողովը մեջբերում եմ երկուստեք դեմքը փրկելու քայլ համարեց։ Սա ընդամենը ոչ բովանդակային, այսպես ասեմ, իրական, ընդամենը արկա իրավիճակը ինչ-որ ձևով ֆիքսող հայտարարություն է։ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը կարծում է, Վիլնյուսում շատ ցածր մակարդակի հայտարարություն ընդունվեց։ Ընդամենը 4 պարբերություն է։ Խոսքը գնում է շարունակական բարեփոխումների մասին։ Ուզում եմ նշել, որ այդ ոլորտներից մի քանիսը հատկապես օրենքի գերակայություն, դատական համակարգ, պայքար կոռուպցիայի դեմ իշխանությունները որևէ քայլ չեն կատարել այդ ուղղությամբ եւ արժեր որ Եվրոմիությունը համարժեք իրավիճակին համարժեք գնահատական տալ։ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասաց, հայտարարությունը փաստաթուղթ չէ, կար բանակցված փաստաթուղթ, ասոցիացիան համաձայնագիրը, այդ թվում քաղաքական բարեփոխումների մասով դրանից չօգտվեցին, նկատեց։ Մենք այսօր խոսում ենք մեր տնտեսական, խնդիրների մասին, առանց ակունքը քաղաքական է։ Խնդրեմ, մարդիկ նստած են պարլամենտում, իշխող կուսակցությունը, գիտեք, բիզնես եւ այլ, ասենք թքում են սահմանարության վրա։ Հայաստանի իշխանությունների նախընտրած եւ-եւի քաղաքականությունը, ասաց Արմեն Մարտիրոսյանը, ժամանակը ցույց տվեց, որ անիրագործելի է։ Օլիգարխիկ տնտեսության պայմաններում ժողովրդավարական բարեփոխումների ուղիով չես քայլի։ Այդպես չի լինում։ Եթե դու գնում ես մաքսային միություն, որտեղ բռնապետական ռեժիմներ են բոլոր 3 երկրները, ավտորիտար ռեժիմներ են, ավելի ճիշտ, բնականաբար դու այդ ավտորիտարիզմի գլխարկը պետք է հագցնես քո գլխին եւ բնականաբար դու պետք է այդ պետություններում առկա տնտեսական հարաբերությունները կիրառես եւ ոչ միայն տնտեսական հարաբերությունները կիրառես, այլև կառավարման այդ մեթոդոլոգիան, ավանդույթները, հոգեբանությունը բերես այստեղ, Հայաստան։ Ինչը պետք է արվի բնականաբար, իսկ դա ժողովրդավարական process-ներից միլիոնավոր կիլոմետրեր հեռու է։ Ժառանգության ներկայացուցիչն ասաց, Հայաստանից եվրոպացիները ձեռք են քաշել իրավիճակից միակ ելքը նրա կարծիքով իշխանափոխությունն է։ Այսօր Հայաստանի անունը ոչ մեկ այնտեղ չի տալիս։ Մեր զրույցում Շահնազարյանը չափազանց կարևորեց Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հայտարարությունը, որ ցավում է, որ Ուկրաինա չի ստորագրում եւ Հայաստանը չի նախաստորագրում ասոցիացիան պայմանագիրը, բայց այնուամենայնիվ ասում է, որ դա բաց է այդ պայմանագիրը եւ հարմար պահի այն պետք է ստորագրվի ու նախաստորագրվի, իհարկե նախաստորագրվի Հայաստանի հետ, առանց արտաքին ճնշումների։ Ակնհայտ է, որ սա նկատի ունի Ռուսաստանը, որը այս պահին ահավոր ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա։ Եվրոպանը շատ խելոք չվարվեց այս հարցում։ Եվրոպան բոլոր նախադրյալները ստեղծեց, որ հենց այսպես լինի։ Հիշեցնեմ 2008 թվականը ոչ լեգիտիմ իշխանության գոյության հետ համակերպվելը, անվտանգության խնդիրը, Ղարաբաղի խնդիրը։ Եվրոպան այո ուղղակի մասնակից է այսօրվա մեր այսպիսի զարգացումների։